Կրծքագեղձի քաղցկեղի բուժման փուլերից մեկը ճառագայթային թերապիան է, որը որպես կանոն իրականացվում է վիրահատությունից ու դեղորայքային բուժումից հետո։ Ճառագայթային թերապիան դա իոնիզացնող ճառագայթման ազդեցությունն է ուռուցքային բջիջների վրա, որի միջոցով մենք հասնում ենք ուռուցքային բջիջների ոչնչացման։ Ճառագայթային թերապիան որպես կանոն կիրառվում է բոլոր այն դեպքերում, երբ որ վիրահատության ժամանակ կատարվել է օրգան պահպանողական վիրահատություն, այսինքն կուրծքը ամբողջությամբ չի հեռացվել։ Նաև մաստեկտոմիաներից, այսինքն կրծքագեղձի ամբողջական հեռացումներից հետո կատարվում է հիվանդության ուշ փուլերի ժամանակ։ Ճառագայթային թերապիա սկսելուց առաջ կատարվում է կատետոպոմետրիա, որի ժամանակ ստացած պատկերների վրա կատարվում է թիրախի, տվյալ պարագայում կրծքագեղձի, ինչպես նաև հարակից առողջ հյուսվածքների եզրագծում եւ բուժման պլանավորում։ Բուժման պլանավորման նպատակը կայանում է նրանում, որպեսզի հաշվարկել մաքսիմալ դոզան, այսինքն թիրախային դոզան ուռուցքի շրջանում, կամ կրծքագեղձի շրջանում եւ պաշտպանել շրջակա առողջ հյուսվածքները։ Պլանավորման փուլը տևում է 1 շաբաթ, որից հետո սկսվում է ճառագայթումը։ Հիվանդության փուլով եւ նախորդող վիրահատության ծավալով պայմանավորված ճառագայթային բուժման սեանսների քանակը կարող է լինել 16-ից 20-ը։ Սեանսներն իրականացվում են ամենօրյա ռեժիմով։ Ճառագայթային թերապիայի 5-օրյա ռեժիմը դա միջազգային ընդունված ստանդարտ է։ Այդ 2 օր ընդմիջումը շաբաթ կիրակի օրերին տրվում է այն նպատակով, որպեսզի հարակից առողջ հյուսվածքները այդ 2 օրվա ընթացքում վերականգնվեն։ Ճառագայթային թերապիայի ամենօրյա սեանսի տևողությունը 10-ից 15 րոպե է, բայց այս 10-ից 15 րոպեից բուն ճառագայթումը 1-2 րոպեն է։ Մնացած ժամանակը ծախսվում է նրա վրա, որպեսզի մենք ճշգրտենք պացիենտի դիրքը, այսինքն մենք ունենք ի սկզբանե արեց կատայ, որի վրա որ կատարված են բոլոր հաշվարկները, եւ մենք ռեալ պահին, երբ որ պացիենտին արդեն պլանավորում ենք բուժումը, նորից նրան հատուկ կոնուսային փնջով կատարվում է կատել եւ համադրում ենք, այսինքն նախաճառագայթային պլանավորման դիրքը եւ ներկա պահին պացիենտի դիրքը։ Էրեբունի ռադիոթերապիայի կենտրոնում կրծքագեղձի ճառագայթումն իրականացվում է խորը ներշնչման փուլում, շունչը պահած վիճակում, ինչը թույլ է տալիս նվազեցնել ճառագայթային ազդեցությունը սրտի եւ թոքերի վրա։ Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ նախկին տեխնոլոգիաներով ճառագայթային բուժում ստացած պացիենտները հետագայում սրտաբանական խնդիրներ էին ունենում, եւ դրա պատճառը ճառագայթման ազդեցությունն էր սրտի վրա։ Բժիշկը համակարգչային պատկերների վրա ցույց է տալիս, թե ինչպես է խորը ներշնչման փուլում փոխվում սրտի դիրքը։ Այս պատկերներում մենք կարող ենք տեսնել, թե ինչպես է փոխվում սրտի դիրքը շնչառության ժամանակ։ Այս առաջին նկարում սիրտը դիրքը ազատ շնչառության ժամանակ է եւ խորը ներշնչման ժամանակ, երբ որ թոքերը ամբողջությամբ բացվում են, իրենք իրենց ծավալով հետ են բրդում սիրտը եւ միջնորմը, որի շնորհիվ մենք մաքսիմալ հեռացնում ենք սիրտը կրծքագեղձից, այսինքն մեր ճառագայթվող ծավալից, ինչի շնորհիվ սրտի վրա ընկնող դոզան լինում է մինիմալ։ Ինչպես նաև մենք այստեղ կարող ենք տեսնել, որ թոքերի ծավալը նույնպես ահռելի փոխվում է խորը ներշնչման ժամանակ, ինչի շնորհիվ նաև թոքի վրա ընկնող դոզան լինում է մինիմալ։ Այսինքն այս խորը ներշնչման տեխնիկան կիրառելով մենք իրականում հասնում ենք 2 նպատակի։ Նախ առաջինը նվազեցնում ենք դոզան թոքերի եւ սրտի վրա, երկրորդը անշարժացնում ենք թիրախը, այսինքն կրծքագեղձը, ինչի շնորհիվ կարողանում ենք կրծքագեղձը ավելի հստակ թիրախային ճառագայթել։ Ժամանակակից տեխնոլոգիաների կիրառումը նվազեցնում է նաև կողմնակի ազդեցությունների հավանականությունը։ Սակայն հիմնականում կրծքագեղձի ճառագայթային բուժում ստացող պացիենտների մոտ հնարավոր է առաջանա մաշկի մի փոքր կարմրացություն, որը որ բժշկի կողմից ձեզ կասվի ճիշտ խնամքը ինչպես ապահովել, որպեսզի այս երևույթները կամ չլինեն կամ լինեն մինիմալ, ինչպես նաև աղջային հանգույցների ճառագայթման ժամանակ հնարավոր է մի փոքր լարինգիտի երևույթներ առաջանան, որը որ նույնպես բժշկի կողմից համապատասխան խորհուրդները կտրվեն։ Սակայն ասեմ, այս կողմնակի երևույթները նույնիսկ նրանց առաջացման պարագայում իրանցից ոչ մի վտանգավորություն չեն ներկայացնում եւ բուժումը ավարտելուց 2-ից մաքսիմում 3 շաբաթվա ընթացքում անհետևանք անցնում են։ Բուն ճառագայթման ընթացքը, որը Էրեբունի ռադիոթերապիայի կենտրոնում կատարվում է ժամանակակից արագացուցիչով, ոչ մի տհաճ զգացողություն կամ անհարմարություն չի պատճառում։ Թուլություն կամ սրտխառնոց, ինչպես դա լինում է քիմիաթերապիայի ժամանակ, չի առաջանում։ Պացիենտներն ամեն օր ճառագայթային սեանսից հետո վերադառնում են իրենց առօրյա կյանքին։ Շրջակա միջավայրի համար նրանք ճառագայթման առումով ոչ մի վտանգ չեն ներկայացնում եւ կարող են հանգիստ շփվել իրենց հարազատների հետ։